Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդունել է քաղաքական հարցերով Եվրամիության պատվիրակությանը, քննարկվել են Ադրբեջան-ԵՄ երկկողմ գործակցությունը եւ դրա զարգացման հեռանկարը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ըստ հաղորդագրության հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության, տրանսպորտի եւ կանաչ էներգիայի ոլորտներում շփումներին։ Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները Պեկինում կայացած հանդիպումների արդյունքներով հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Սի Ցինփինի խոսքով երկու երկրները մեծ եւ կայունացնող ներդրում ունեն միջազգային արդարության պաշտպանության գործում։ Նա բարձր է գնահատել Ռուսաստանի հետ քաղաքական փոխվստահության մակարդակը, առևտրի ծավալները, կարևորել էներգետիկ ոլորտում գործակցությունը։ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերություններն ինքնաբավ են ու կախված չեն համաշխարհային տարբեր զարգացումներից։ Կրեմլի ղեկավարը տեղեկացրել է, որ Սիի հետ քննարկել են միջազգային կարևոր զարգացումները։ Աշխատում ենք հանուն խաղաղության, նշել է Պուտինը։ Նա հավատացրել է, որ Պեկինի եւ Մոսկվայի բարեկամությունն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ։ Պուտին-Սի հանդիպման շրջանակում երկարաձգվել է բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը։ Նաեւ ստորագրվել են համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության ամրապնդման մասին հայտարարությունը, բազմաբևեռ աշխարհի եւ միջազգային նոր տեսակի հարաբերությունների հաստատման մասին հռչակագիրը եւ այլ փաստաթղթեր։ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանին, շեշտել ինքն ու Բենյամին Նեթանյահուն այդ հարցում միասնական են։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Իսրայելի վարչապետը կանի այն, ինչ ինքն ասի։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքը ոչ միտեղ չի շտապում եւ կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չեն ստիպի իրեն հապճեպ որոշումներ կայացնել Իրանի հետ կապված։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում որոշ հարցերի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն նախընտրում են չհանդրայնացնել ձեռք բերված արդյունքները։ Ջեյ Դի Վենսը շեշտել է, սա հավերժ պատերազմ չէ, կավարտեն իրենց գործը եւ կվերադառնան տուն։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտության դեպքում կարող է վերսկսել ռազմական գործողությունները։ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի, այլապես Պարսից ծոցի երկրները, իսկ հետո մյուսները եւս կցանկանան նման զենք ունենալ, հավելել է փոխնախագահը։ Թեհրանից էլ անակնկալներ են խոստացել, եթե Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Մոսկվայից հայտարարել են, որ Կիևը ռազմատենչ հռետորաբանություն է վարում, ուստի Ռուսաստանը պետք է շարունակի հատուկ ռազմական գործողությունը եւ հասնի իր նպատակներին։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանի տարածքին հարվածելու Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Զուգահեռ տեղեկություններ կան, որ ԱՄՆ նախագահի բանագնացներ Ստիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները մոտ ապագայում կմեկնեն Մոսկվա, սակայն հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրում էր, որ Սպիտակ տան թիմը կրկին կմեկնի Ռուսաստան միայն եթե համոզված լինի, որ բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել։ Կրեմլից էլ հայտարարել էին, որ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիևի միջև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կշարունակվեն, եթե Կիևը համաձայնի դուրս գալ Դոնբասից։ Ուկրաինայի համար այս պահանջն անիրատեսական է։ Դիվանագիտական գործընթացում վերջին շրջանում դադար էր, այդ թվում Իրանում ամերիկյան կողմի զբաղվածության պատճառով։ Դիանա Գասպարյան, լուրեր։